Իրան-Իսրայել պատերազմին սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար։ Դե քանի որ հարևաններ ենք, պալյուբոմու ստեղծում է իհարկե ինքնաթիռաթռնում, ասում եմ, Հոմեր գլխի վերևով չի թռնում։ Նույն ռակետաները, նույն մյուսը, որ բաց են թողում իրար վրա, ցավալի է։ Չգիտեմ, ես չեմ կարող պատասխանել։ Սպառնալիքները մենք կարող է չգուշակենք։ Բայց կա սպառնալիքներ։ Անպայման։ Քանի դեռ մենք մեզանից չենք ներկայացնում, դուք գիտեք, կա։ Բայց ես կարող եմ շատ օպտիմիստական բան ասել։ Ես մի հրեայի հետ խոսում էի, ինքը ասեց մեր Իսրայելի հետևը կանգնած է Ամերիկան, իսկ Ադրբեջանի մեջքի հետևում է կանգնած է Թուրքիան, ես այդ տակը չմնացի, ասի մեր հետևն էլ մասիսն է։ Էվս մե 10 բալանաց եգյաշաշտան։ Ամեն տեսակի սպառնալիքեր կա, եւ Զանգեզուրի միջանցքը, եւ անվտանգությունը շատ մեծ վտանգներ ենք սպասում։ Մենք չի որ ապահովագրված ենք, որտեղ պաշտպանական ոչինչ չունենք մենք։ Ի հեճուկս ես մեր շատ բարդ պայմաններ է ստեղծում Հայաստանի համար, Աստված շանի, թող Աստված խաղաղություն տա երկու երկրներին էլ հանգստանան, իրար հետ լեզու գտնեն եւ ապրեն խաղաղ պայմաններում, միայն այդ կարող եմ ասել։ Պատերազմը բոլորի համար վնաս է, իրեն ժողովրդի համար էլ, հրեաների համար էլ, քեզ համար առավել եւ։ Դե սպառնալիքը այնքան որ հարևան ենք։ Վտանգավոր է։ Եթե Բարսկաստանը բարդվի, արդեն մեր վերջեգերը։ Չեմ կարող ասել, որովհետև դա շատ բարդ հարց է։ Առաջինը չունենք կայուն ինֆորմացիա, ինչա կատարվում այնտեղ, երկրորդը ինչպես կարող ենք հաստատուն ասել Հայաստանի համար կարող է ինչ-որ վատ կամ լավ բաներ կատարվել, չեմ կարող ասել, դժվար է ասել։ Ամեն ինչ այս երկրում վտանգ է ներկայացնում, ոչ միայն Իրանն ու Իսրայելը, բայց շատ ավելի հանգամանքներ կարող են վտանգ ներկայացնել։ Մենք այդպես ենք։ Շնորհակալություն։ Իհարկե դրանից վտանգ գալիս է անկասկած, ինչ տարբերակ վտանգա, ցավոք սրտի չեմ կարող ասեմ, այդ արդեն ավելի մասնագետ մարդիկ պիտի բացատրեն, հաշվեն, բայց միևնույնն է դա ոչ մեկին դե մեր, ասենք ասենք շրջապատում ոչ մեկին ձեռ չի տալիս, քանի որ այդ հերու չի մեր սահմանից ու սենց պատերազմ Հայաստանին լրիվ պետք չի, սենց ասեմ։ Դե ամեն դեպքում կոնֆլիկտը վատ է աշխարհի համար։ Նայում չեմ արդեն վախից չկամ կարելի ասել եւ կարող է պատահի եւ դա լինելու, այն որ ասում են համաշխարհային նորից պիտի լինի երրորդը, իսկ թվում է դա է, ուրիշ բան չկա։ Ճիշտն ասած չգիտեմ, շատ վատ երևի թե